Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ կանանց միամսյակի ընթացքում մենք աշխատում ենք, որպեսզի մեր տաղավարում լինեն մարդիկ, ովքեր եւ շատ պրոֆեսիոնալ են իրենց ասպարեզում եւ դրա հետ զուգահեռ կարողանում են իսկապես մոտիվացնել։ Կարողանում են այնպես անել, որպեսզի աշխարհին դու մի քիչ ուրիշ գույնով ու տեսանկյունից նայես։ Բնականաբար, եթե կանանց միամսյակի մասին ենք խոսում, այստեղ շատ կարևոր է ինքնագնահատականը, կնոջ համար ինքնագնահատականը ձևավորվում է, երբ ինքն իր արտաքինի հետ կապված ամեն ինչի հետ հաշտ է։ Պատահական չի, որ ես չեմ նշում, որ որևէ խնդիր չկա կամ տարիների ու տասնամյակների հետքերը այսպես մի ձեռքի շարժումով մաքրվում են, ոչ։ Այդպես իրականում չի լինում, բայց մենք կարող ենք ճիշտ միջամտությունների շնորհիվ այնպես անել, որպեսզի իրականում առավոտյան արթնանաս ու հիանաս, հասկանաս, որ ամեն ինչ լավ է, կյանքը հրաշալի է, որովհետև դու շատ երիտասարդ, գեղեցիկ, թարմ տեսք ունես եւ սրա հետ միասին դու քո կյանքում ունես ապրած տարիներ, որոնց մեջ շատ կարևոր ձեռքբերումներ նաեւ կան։ Կոսմետոլոգիայի հետ կապված մենք շատ հաճախ եւ աշխատում ենք, որպեսզի շատ այսպես հետևողական եւ ուսումնասիրած լինեն այն ոլորտները, մասնագետները, ում հետ զրուցում ենք, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է իսկապես պրոֆեսիոնալիզմը, այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մարդու ներսից ու դրսից կարողանան այնպես ճանաչել, որ ոչինչ ավելորդ չլինի եւ ոչինչ պակաս չլինի։ Ուշադրություն այսօր մենք շատ հետաքրքիր հյուր ունենք եւ ես շատ ուրախ եմ, որ պրոֆեսիոնալ ու տարբերվող կնոջ հետ հնարավորություն ունենք զրուցելու հենց կանանց միամսյակի շրջանում։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել կոսմետոլոգ Մերի Հովհանյանին։ Մերի, ես իսկապես շատ ուրախ եմ ձեր աշխատանքները տեսնելուց, նաև ձեր բուժառուների հետ, հաճախորդների հետ շփվելուց ես հասկացա, որ դուք սիրում եք, երբ կնոջ մեջ ամեն ինչ ներդաշնակ է, երբ խնամված է եւ ինքն իր ներսում կարծես ինքն իրենից գոհ է։ Բարև ձեզ Լիլիթ ջան, շատ շնորհիված եմ հրավերի համար։ Ես ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել ձեզ կանանց միամսյակի այս ընթացքում։ Դուք հնարավորություն եք ունենում տարիներով արդեն 12 տարի ըստ էության հնարավորություն եք ունենում կանանց այնպես անել, որպեսզի իրենք հայելու առաջ ժպտան։ Շնորհակալություն Լիլիթ ջան, ես նույնպես ուզում եմ շնորհավորել թե ձեզ, թե մեր բոլոր հայուհիներին, ցանկանալ նրանց անհոգ երջանկություն, որովհետև նրանց հիմա այսօր դա շատ է պակասում, մի քիչ ավելի ատորիով ծանրաբեռնված են, ավելի հոգսաշատ են, բայց ներսում իրանք ամեն մեկը կին են, մի գեղեցիկ կին։ Ում առանձնահատկությունները, յուրահատկությունները պետք է մենք գտնենք, ընդգծենք, որպեսզի չշեղվենք նրա անհատականությունից։ Այո, կոսմետոլոգի համար սա շատ կարևոր բան է, անհատականությունը պահել, ընդգծել առավելությունները։ Դուք հասկացաք ինչ նուրբ կետից սկսեց Մերի Հովհանյանը։ Դուք սիրելի հետևորդներ, նախ ամենասկզբում նշեմ, որ պարբերաբար տեսնում եք կոորդինատները։ Գիտեք, եւ էսթետիկ բժշկության, բուժական կոսմետոլոգիա մենք ուղղությունների մասին ծրագրի ընթացքում իհարկե կխոսենք, բայց շատ կարևոր է մաշկի ճիշտ խնամքը, ճիշտ չափաբաժիններով նաև երիտասարդացնող պրոցեդուրաները, պերմանենտ դիմահարդարումը, ուղղակի դիմահարդարումը, այնպես անել, որպեսզի իրականում դուք ձեր արտաքինից գոհ լինեք եւ ամենակարևորը, որ առաջին պահին, երբ դուք դիմում եք մասնագետին, պիտի կարողանա ասել, որ այո, ոչ թե հրաշքներ ենք անում, այլ այնպես ենք անում, որպեսզի փոքր քայլերով, բայց իրական հաղթանակներ նշենք։ Մենք ընթացքում կխոսենք, բայց Մերի ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ամենասկզբից գալ։ Դուք առաջին մասնագիտությամբ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանն եք ավարտել, ֆինանսներ եւ վարկ, հա, այս ուղղությամբ, բայց ինչպես ստացվեց, որ այս ուղղությունն ընտրելուց հետո չշարունակեցիք։ Առաջին մասնագիտությունս ընտրել եմ ծնողներիս խորհրդով, բայց կարճ ժամանակում հասկացա, որ իմը ավելի շատ դեպի արվեստն է։ Միշտ մանկուց սիրել եմ նկարել, ստեղծել, արարել, գեղեցկության հանդեպ մեծ սեր եմ ունեցել եւ որոշակի դադարից հետո չաշխատելով որպես ֆինանսիստ, սակայն ունենալով գիտելիքներ, որը հետագայում ինձ օգնեց նաեւ իմ հետագա գործունեության մեջ, որոշեցի ընտրեմ դիմահարդարման ճանապարհը, որովհետեւ 1-2 հաճախորդ ընդունելուց հետո, երբ տեսա հաճախորդի աչքերում այդ վստահությունը, փայլը,
հասկացա, որ սա իմն է, շարունակեցի, որպես հետո արդեն պերմանենտ մասնագետ եւ որպես արդեն կոսմետոլոգ։ Կոսմետոլոգ, այո, այսինքն դիմահարդարման համար ձեզ պետք էր հարթ, գեղեցիկ, խնամված մաշկ եւ մտածեցիք, որ դուք ինքնուրույն կկարողանաք ստանալ այդ մաշկը։ Դե հարթ ինքնուրույն մաշկ ստանալու համար օրինակ է եղել նաեւ մայրս, ով բազմամյա տարիներ կոսմետոլոգ է։ Մեծացել եմ ես այդ միջավայրում Եվ հետագայում արդեն մտնելով այս գեղեցկության ոլորտը որոշեցի շարունակել նաև կրթությունս դեպի բուժական, որպեսզի իմ հաճախորդներին կարողանամ առաջարկել ոչ միայն արդյունավետ, այլ նաև անվտանգ միջամտություններ։ Դուք ավարտել եք Էրեբունի բժշկական ակադեմիան, այսինքն սկսել եք շատ խորությամբ զբաղվել կոսմետոլոգիայով եւ այդ մի վնասիրի սկզբունքը հասկացա, որ առաջին տեղում է։ Այո, մի վնասիրը մեր համար հիմա ցավոք սրտի միշտ առաջին տեղում է եղել, բայց ցավոք սրտի շատ տարածված է, շատերը չեն պահում այդ ասեպտիկայի կանոնները ու ունենք շատ ոչ ցանկալի դեպքեր։ Այո, նաև դեպքեր էստեղ։ Ձեր թույլտվությամբ Մերի, չնայած հիմա այս կանանց միամսյակն է, բայց արժևում ամառ է եւ այդ տրամադրությունը խնամված լինելու, ինչ որ կետից սկսելու, փաստորեն շատերի մոտ արդեն սկսված է կամ հիմա նոր պիտի սկսվի։ Չէ, սկսված է արդեն, ձմեռ, աշուն եւ գարուն շրջանը մենք համարում ենք խնամքի սեզոն։ Սկսում ենք խնամքները մաշկի մաքրումից, հետո նոր կամաց մաշկը թելադրում է, թե այդ պահին ինքը ինչ է պահանջում։ Իսկ ամռանը թողում ենք մաշկը հնարավորինս հանգիստ, չենք անում ոչ մի միջամտություն, որպեսզի արևայրուքը մեզ չխանգարի, չունենանք խնդիրներ։ Խնդիրներ չունենանք։ Սիրելի հետևորդներ, հիմա ուշադրություն Մերին, քանի որ այսպես շատ հանգիստ անընդհատ մասնագիտական խորհուրդները շատ շռայլ բաժանում է, ես կօգտվեմ այս առիթից եւ կխոսենք նաեւ այն մասին, թե ինչն է այսօր ամենակարևորը եւ ես անձամբ տեսել եմ մի քանի ուղղություններ, պրոցեդուրաներ Մերի Հովանյանի, որոնց արդյունքն ուղղակի հնարավոր չէ անգամ գերագնահատել, իսկապես հրաշալի ու շատ արագ, բայց բուժական կոսմետոլոգիայից սկսենք։ Բուժական կոսմետոլոգիայի որ ուղղություններն են, որ ավելի շատ եք զբաղվում։ Ավելի շատ սիրում եմ մաշկի խնամքը դեմակրումից սկսել, այնուհետև երբ որ գալիս են արդեն խնդիրներ ավելի խորը, կատարում ենք պլազմաթերապիա, պլազմայի տարբեր տեսակներով կարող ենք աշխատել, երբ ես սկսեցի զբաղվել պլազմաթերապիայով, ինքը դարձավ իմ ֆավորիտ գործողություններից մեկը, որովհետև ինքը վերցնում ենք մեր սեփական արյունը եւ տալիս ենք վերածնունդ մաշկին։ Կարող ենք լուծել իրանով շատ խնդիրներ՝ ակնե, ռոզացիա, կուպերոզ, հակատարիքային խնամք կարող ենք անել, իրանից ստանում ենք պլազմա գել, էկզոսոմներ, որը ստացվում է սեփական պլազմայից, պլազմայի փոշի, ֆիբրինային թաղանթներ չլավացող վերքերի համար։ Այսինքն այս ամեն ինչը սեփական պլազմայից, այսինքն դիոնները, մեզոները են, որ ամենամինիմալ քանակներով ենք օգտագործում։ Ես անձամբ, որովհետև սիրում եմ պլազման, թե տալիս է ինքը երկարաժամ կետ արդյունք, օտարածին նյութ չենք ներարկում։ Այո, ես հենց սրա մասին էի ասում, Աճի գործոնն ենք խթանում, կոլագեն էլաստին սկսում է ավելի արագ Նաև տարիքային շատ հետաքրքիր ու այսպես աչքի համար շատ արագ տեսանելի արդյունք։ Այո։ Մենք առիթ ունեցել ենք, ես հիմա գաղտնիք երևի բացեմ, Մերի ձեզ համար էլ գուցե, մենք առիթ ունեցել ենք հանդիպելու շատ մեզ հաճելի, շատ մտերիմ մեր նաև հյուրերից մեկին, ով ձեզ մոտ այդ պլազմա, ես չգիտեմ որ տեսակներ, PPP, PRP, թե որ պլազմայի տեսակներ, բայց մաշկը շատ թարմ ու առաձգական եւ վիզուալ նաև կարծես ձգված լիներ։ Սա փաստորեն հնարավոր է մեր արյունով ստանալ այդ արդյունքը միայն մեր արյունով, առանց որևիցե նյութի խառնուրդի։ Իսկ ինչպես պետք է հասկանալ մարդուն դա հարմար է, թե ոչ, հիմա տեսնում են հեռախոսահամարը, ուզում են թարմանան, ավելի թարմ։ Դե պետք է անպայման գան խորհրդատվության, խորհրդատվությունը անվճար է
երբ որ խորհրդատվությունը անցնում եք, արդեն հասկանում եմ։ Շատ կարևոր մի բան, լրացուցիչ են, որ հիմա մի քիչ վիճելի նաև, հա, այդ միջոցները, ֆիլերների տեսակները եւ այլն, փաստորեն դուք կարողանում եք հնարավորինս խուսափել դրանցից կամ ավելի ուշ օգտագործման համար։ Այո, ֆիլերները փոքր քանակով, որովհետեւ ինչքան էլ մենք փորձում ենք օգտագործենք ամենաբարձրակարգ նյութերը գործարանից ճիշտ պայմաններում տեղափոխված, բայց միևնույնն է չգիտենք ինչա լինելու հետագայում։ Այո։ Չես կարող ասել ինչ կլինի տարիներ անց։ Այո, անկեղծությունը ձեր մեջ կա, սա երևի բնավորության հետ է կապված։ Բնավորությունն է, հաճախորդներն էլ գիտեմ, որ եթե եկան տեսա ես ինչ որ խնդիր չունի, հաստատ իրեն չեմ կանչելու, ասեմ, որ եկեք պիտի ինչ որ բան անենք, ասում եմ գնացեք, հետո կգաք։ Հետո կգաք, այո։ Սա էլ է առանձնահատկություն, բայց իսկապես մանավանդ հիմա խոսվում է, որ այդ ֆիլերները, այդ նյութերը ըստ էության ոչ միտեղ չեն վերանում, չեն զուլվում, չեն լուծվում մեր մաշկի մեջ։ Ավելին ասեմ, եղել են դեպքեր, ովքեր ունեցել են շուրթերի ֆիլեր, արած, որ արդեն փոքրացել է չափսերով, մի քիչ ասիմետրիա է առաջացել, ուղղակի PRP տեսակով պլազմայի ներարկում է կատարվել, են հին ֆիլերը նորից էլի թարմացել է։ Այո, նույնիսկ այդպես։ Այսինքն միայն պլազմայով, որը որ լրիվ անվնաս է մեր արյունն է ըստ էության, միայն սրանով հնարավոր է վիզուալ հրաշալի շատ տեսանելի փոփոխություններ։ Մերի Հովանյանը նախ խոսեց, ավելի շատ խոսում է, այսինքն բուժականի մասին, ակնեն, մաշկի տարբեր խնդիրներ, ռոզացեա եւ այլն, կարելի է սա բուժել, բայց սրա հետ միասին հակատարիքային, հա, պրոցեդուրաները, սրա արդյունքը իրականում պետք է ուղղակի տեսնել եւ նաեւ մի կետի մասին խոսեց Մերին, որը որ իսկապես շատ կարեւոր է, նաև պետք է հասկանալ, որտեղ պետք է ինչ մասնագետի մոտ գնալ, որովհետև հիմա իսկապես շատ տարածված են ամենատարբեր խնդիրները, հիվանդությունները, այսինքն այստեղ այդ հեպատիտ միավձի շատ տարածվում է, ասեպտիկայի, անտիսեպտիկայի կանոնների խիստ sense չպահպանելու պատճառով, դրա համար սիրելի հաճախորդներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր ընտրած մասնագետի կրթությանը, կատարած աշխատանքների նկարներին, գնին, ինչպես չէ, նաև ամենաառաջին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ պայմաններում է աշխատում տվյալ մասնագետը, ստերիլությունը, նրա օգտագործած գործիքների ստերիլությունը եւ միանվագ լինելը, օգտագործած նյութերի եւ դեղորայքի որակը, ժամկետը։ Ես գիտեմ, որ նաև էսթետիկ կոսմետոլոգիան հիմա շատ հետաքրքիր ու նաև ուղղությունները տարբեր դուք աշխատում եք, որն է մտնում այս ուղղության մեջ։ Գիտեմ, որ այսպես լայն բոլոր ուղղությունները ձեզ հետաքրքրում են։ Այո, Լիլիթ ջան, ինչպես նշեցիք, այո, բոլոր ուղղությունները, որովհետև դե սկիզբը եղել է էսթետիկից, հետո նոր եմ խորացել բժշկության մեջ, ավելի շատ առաջարկում եմ թե դիմահարդարում, թե ականջի դակում, թե փոշեդրում, պերմանենտ դիմահարդարում, հոնքերի ձևավորում, լամինացիա, այո, նաև լամինացիա հոնքերի, երևի թարթիչների, լամինացիա, իրականում հա, դիմահարդարումն էլ, բայց որ կատարվում է, սիրում եմ անել հնարավորինս բնական, make-up, no make-up, ֆորմատով եմ սիրում աշխատել։ Այո, դե բայց դուք կարողանում եք այնքան գեղեցիկ այդ կոնտուրինգը, լույսի ստվերի խաղը ձեզ մոտ ձեր աշխատանքներում նկատելի է, որ շատ այսպես գեղեցիկ է, այսինքն տպավորություն է, որ առանց մեյքափի է, բայց հրաշալի դիմագծեր ունի, հա, այդ ուրվագծը շատ հետաքրքիր եք դուք անում, ու բացի դրանից փաստորեն պերմանենտ դիմահարդարում, այսինքն հոնքեր, շուրթեր, կոպեր, բոլորը։ Այո, անգամ կամուֆլյաժ եւ պերմանենտ դիմահարդարման հետ կարող եմ նաեւ որոշակի չափով կցել BB Glow պրոցեդուրան, որը ինքը ֆրակցիոն մեզոթերապիայի տեսակ է։ Իր մեխանիզմը գործելու այնպես է, ինչպես որ հենց ֆրակցիոն մեզոթերապիան ուղղակի տալիս ենք մաշկի մեջ ոչ թե մեզոկոկտեյլներ, այլ տալիս ենք գունանյութ։ Այսինքն ունենում ենք երկարատև դիմահարդարման տոնային քսուկի էֆեկտ տարիուկես պլյուս պահպանումով։ Այսինքն, բայց այս պրոցեդուրան շատ քիչ է տարածված, հա, վտանգավոր չի, երբ տպավորություն է, որ անընդհատ այդ տոնային քսուկով լինես։ Չէ, դա շատ քիչ չի լինում իր էֆեկտը, ուղղակի ունենում ենք հաղթ միատոն մաշկ,
ու չենք ունենում տոնայինից հետո հավաքված անցանկալի ծալքեր, ճաքեր։ Ահա, սա ում է խորհուրդ տրվում օրինակ մերի։ Բոլորին 20 տարեկանից հետո բոլորին դեռահասներին թողում ենք հանգիստ, իրանց մոտ ամենաշատը կարող ենք կատարել մազահեռացում եւ ակնեի բուժում, եւ մաքուր մաշկ։ Այո, մաքուր մաշկ։ Այստեղ ես ուզում եմ նաեւ մերի մի ուղղությամբ, որ մենք ուղակի հնարավոր չէր նույնիսկ կադրերով, հա, տեսնել այս սերտիֆիկատները, վերապատրաստումները, որ Մերի Հովհանյանը մասնակցել է, բոլոր այն ամենով, ինչով դուք զբաղվում եք, իսկ դուք ըստ էության զբաղվում եք ամբողջ սպեկտրով, առանձին վերապատրաստումներ եք անցել, այսինքն խորությամբ ուսումնասիրել եք բոլոր ոլորտները։ Այո, փորձում եմ միշտ ժամանակին համընթաց վերապատրաստումներ բաց չթողեմ, որպեսզի հաճախորդներին կարողանամ տվյալ պահին առաջարկել ավելի արդյունավետ, անվտանգ ծառայություն։ Մերի, նաև մենք հիմա կխոսենք ապարատային կոսմետոլոգիայի մասին, սա էլ շատ հետաքրքիր է եւ նորից Մերի Հովհանյանը բոլոր ուղղություններին կարելի ասել տիրապետում է, այս մասին կխոսենք, դուք բնավորությամբ սիրում եք այն ոլորտում, որտեղ որ եք, այդտեղ ամեն ինչին տիրապետել, կարողանալ բոլոր հարցերի պատասխանները տալ, այսինքն ոչ միայն տալ, այլ ունենալ, այսինքն ուսումնասիրում եք խորությամբ։ Բնավորությամբ երևի դա գալիս է իմ պարտաճանաչ լինելուց։ Այո, պատասխանատու լինելուց։ Երբ որ ինչ-որ գործ եմ վերցնում, պիտի անպայման սենց խորքից ուսումնասիրեմ ու մինչև վերջ տանեմ, կիսատ չմնա։ Ահա։ Դրա համար եմ, որ չգիտեմ, փորձում եմ, ամենայն դեպս փորձում եմ։ Այսպես շատ համեստ է նշում, ամենայն դեպս փորձում եմ, բայց ըստ էության յուրաքանչյուր բան էս ասպարեզի հետ կապված գործողություն եւ դրա դրական բացական հնարավոր հետևանքների մասին կարելի է խորհրդակցել Մերիի հետ նախապես, ու բացի դրանից փորձում է այն ինչը, որ հիմա տարածված է, այն ինչը, որ ավելի եւ գեղեցիկ է եւ խնամքին է վերաբերում եւ հեշտացնում է կանանց կյանքը, այս բոլոր պրոցեդուրաները ըստ էության կարելի է իրականացնել, հեռախոսահամարը դուք տեսնում եք, սիրելի հետևորդներ, սա այն դեպքն է, մենք միշտ չենք ասում այս արտահայտությունը, բայց իրականում խորհուրդ ենք տալիս, անձամբ խորհուրդ եմ տալիս։ Ապարատային կոսմետոլոգիային եմ ուզում անդրադառնալ, Մերի, այ լազերային մազահեռացումը տպավորություն է, որ հիմա շատ տարածված է, բայց այստեղ էլ շատ հաճախ մենք խնդիր ենք ունենում, որովհետև ամեն դեպքում լազերի հետ գործ ունենք ու եթե մասնագետը շատ փորձառու չէ, նույնիսկ այստեղ կարող ենք խնդիր ունենալ, որովհետև ոչ թե ուղակի արդյունավետ չլինելու, այլ նաև մաշկի հետ կապված։ Այո, եթե ճիշտ չի ընտրվում ապարատը, ունենում ենք նաև եւ մազի անցանկալի հաստացում, կոպտացում եւ ունենում ենք մաշկի այրվածք, եթե ժամանակին չի փոխվում լամպը, եթե ժամանակին չի փոխվում ֆիլտրերը, ճիշտ չի դրվում այդ ամեն ինչը, հիմա ավելի շատ քիչ են գնում դասավանդման, լազերային ապսարքերը վերցնում են որոշ մասնագետներ, ցավոք սրտի, եւ սկսում են աշխատել, չգիտեմ, ապարատները շատ են, համենայն դեպս մենք փորձում ենք ունենալ միշտ աշխատող տարբերակ ու չենք առաջարկում այն, ինչ որ մեզ չենք անի մենք։ Լազերային մազահեռացում միևնույն ժամանակ ասեղային, այսինքն որոշ դեպքերում ամենաանվտանգ ու արդյունավետն է, չէ՞, անվտանգ ու արդյունավետ չես կարող ասել, ինքը որոշ չափով նաև տրավմատիկ է համարվում, ուղղակի կան մազեր, որոնք չունեն գունանյութ, մելանինը իրանց բացակա է, ստիպված ապարատը չի ճանաչում լազերայինը, այդ սպիտակած մազերը ինչ որ կերպ պետք է վերացնել, թե չէ։ Նաև փաստորեն RF lifting, կավիտացիա, այ մաշկի խնամքի մեզոթերապիա, կրիոլիպոլիզ, կրիոլիպոլիզը տեղային ճարպի հալեցումն է, այսինքն սա հատկապես կրկնակզակ, որովայն, թևիկներ, ոտքերի փոքր դետալային հատվածներ։ Այսինքն որովայնի դեպքում էլ է օգնում։ Այո, ինքը անվերադարձ ճարպի քայքայում է տանում մոտավորապես 3 սեանսից հետո։ Ամեն անգամ 2 սանտիմ տարբերություն ենք ունենում։ Մեկ մանիպուլան կարող է որոշակի այս չափի տարածք հավաքել։ Այո։ Այդ հատվածի 20%-ը, 30%-ը մեկ պրոցեդուրայի ընթացքում վերանում է եւ հետո մեկ ամսվա ընթացքում դուրս գալիս օրգանիզմից, այսինքն ամիսը մեկ ինտերվալով 3 անգամ եթե կրկնենք, տվյալ հատվածի ճարպը ինքը ամբողջությամբ վերանում է անվերադարձ։ Այսինքն որովայնի հատվածը այս ամենատհաճ հատվածը, այստեղ կարելի է
մի քանի անգամից վերացնել։ Մի 3 անգամից 3 անգամ, ամիսը 1 պարբերականությամբ։ Ինչ վերաբերում է միկրոդերմաբրազիա, մեզոթերապիա եւ այլ այս մաշկը լավացնող, հասնուցող ուղակի միջամտություններին, դրանք հիմա հարմար ժամանակ են այսպես դեպի ամառ գնացող։ Այո, մինչև ամառը, այո, գործով շատ հարմար ժամանակ է այս գարունը, պետք է օգտագործեն, քանի դեռ արևը շատ չի։ Ուստամանուշակագույն ճարտարագայթները մեզ չեն խանգարելու։ Այո, չեն խանգարելու։ Չնայած որ մեկան պետք է ամեն օր մենք օգտագործենք արևապաշտպան։ Այո, արևապաշտպանը ամառ ձմեռ սա կապ չունի, պետք է օգտագործել։ Եվ ոչ մեծ քանակությամբ, օրվա մեջ ավելի լավ է փոքր քանակությունները, բայց ավելի հաճախակի, ոչ թե առավոտյան sense մի հատ հաստ շերտով եւ գիշերը ուղակի լվանում ենք։ Այո, եթե հաշվի առնենք մեր օդի հիմա փոշու այդ պարունակությունը եւ այլն սարսափելի կեղտոտ է օդը, երևի այստեղ մեր մաշկը լրացուցիչ էլ վնասվում է, չէ՞, շատ։ Այո, կեղտոտվածությունը շատ է ազդում, դրա համար ցանկալի է, որ ամեն օր ունենանք դիմահաղդարումը լինի sense փոքր հատուկ աղիթների համար, ունենանք ուղակի խնամված եւ մաքուր մաշկ, որը օրվա ընթացքում նորից էլի մաքրվում է, էլի արևապաշտպանը կսվում է։ Մենք այս օրերի ընթացքում այսպիսի խորագիր ունենք, մենք ասում ենք կանայք, ովքեր փոխում են աշխարհը։ Դուք ըստ էության ձեր մասնագիտությամբ ու ձեր այդ էներգիայով տեսակով իսկապես կարող եք փոխել, որովհետեւ կանանց հնարավորություն եք տալիս հասկանալ, որ այդ հաստ դիմահարդարման շերտի տակ պետք չի ոչինչ թաքցնել, հրաշալի մաշկ ունեք, այդ փայլը վերադարձնում եք, իսկ սա արդեն հնարավորություն է տալիս շատ ավելի լավ, այսինքն ուրիշ կերպ մտածել նաև, չէ՞։ Ու ավելի շատ ժամանակ ենք խնայում մենք, երբ որ դիմահաղդարում չենք անում, են որ առավոտյան պիտի կանգնենք, մի կես ժամ էլ ավելի շուտ զարթնենք, որպեսզի շպարվենք, գոնե այդ ընթացքը կօգտագործենք երեխաների հետ շփվելու վրա։ Այո, երեխաների հետ։ Այնքան արագացված է կյանքը, այդ փոքր ժամանակն էլ չենք ունենում միշտ։ Բոլորը շտապում են։ Նաև այդ ժամանակը խնայելու պերմանենտ դիմահարդարումն է ըստ էության շատ լավ մեթոդ է։ Մաշկի որակը լավացնում ենք, պերմանենտ անում ենք, բաղնիքից դուրս ենք գալիս արդեն պատրաստ։ Հրաշալի տեսք ունենք, այո, կարող եմ մենք կգանք դեռ այդպես երեխաների նաև ժամանակ տրամադրելուն։ Պերմանենտը փաստորեն շուրթերի, հոնքերի եւ կոպերի։ Եվ ինչպես արդեն նշեցիք, BB Glow սա էլ է հնարավոր, եթե մաշկի գունային եւ այլն այսպես ինչ-որ խնդիրներ կան։ Հա, երբ որ ունենում ենք հատուկ տենց ուզում ենք հաղթ մաշկ ունենալ, անպայման կարող ենք կատարել BB Glow եւ պատրաստ լինել։ Միայն միջթաղթիչային պերմանենտն է, որ այդքան չեմ խրախուսում։ Ահա։ Հոնքերն ու շուրթերը շատ հարմար են իրականում, բայց կոպերը չեմ խրախուսում, որովհետեւ տարիքի ընթացքում կոպի կառուցվածքը փոխվում է։ Եվ այդ գծաներկը սենց թեքվում է, ստիպված այն որ ասում են կորեկցիա անելուց, պետք է իրան մի կերպ հաստացնենք կամ լազերով ջնջենք, հեռացնենք, որ նորից կարողանանք վրայից ունենանք։ Բայց դուք եթե հնարավորություն ունեք, եթե մարդիկ կան, որ ունեն մանավանդ այն ժամանակ փոշեդրում չէր, ավելի տատուաժի վրա էր, տատուաժը հետո արդեն փոխվել է նույնիսկ հոնքերի, հա, ներքև, վերև, դուք հնարավորություն ունեք նաև այդ անցանկալի, հա, տատուաժի հետքերը վերացնելու։ Վերացվում է, շատ մեծ արդյունքներ լինում են, բայց մեկ դատարկ մաշկին ոչինչ չի կարող փոխարինել։ Մեկ դիօքսիդ տիտանի այդ սպիտակ հետքը մնում է մաշկի վրա։ Այո, ինչքան էստեղ էլ պահպանվում են անվտանգության, հա, նաև սանիտարական այդ անվտանգության կանոնները, փաստորեն բոլոր ներկանյութերը հստակ բացվում են, ինչ որ ավել մնում է մեկ անգամյա օգտագործման ասեղները, դրանք բոլորը անմիջապես վերացվում են, այո, սա շատ անգամ կիրառվում է նույն հաճախորդի վրա մի քանի ասեղ։ Այո, այդ պարագայում, որպեսզի մաշկը շատ տրավմայի չենթարկվի, շատ ցավ չունենա պացիենտը։ Ահա, հրաշալի է, Մերի, այսպիսի մի հարց, երբ մարդը դեռ չգիտի կոնկրետ ինչ է ուզում, բայց ուզում է փոփոխություն, ինչ որ բան փոխել, զգում է, որ ինչ որ բան իրեն անհանգստացնում է, կարող է ուղղակի այս հեռախոսահամարով զանգահարել, գալ եւ խնդրել, որպեսզի դուք ասեք իրեն ինչ խորհուրդ է պետք, հա, նույն այդ պլազմոթերապիան, պլազմայի որ տեսակը, կամ ինչ որ փոքր միջամտություններ լինում են նաև պերմանենտ դիմահարդարում, որտեղ սա էլ է, չէ, տարիքային այդ
փոքր փոփոխություն է առաջին նաև ինչ որտեղ կարելի է համարել։ Այո, մի քիչ ավելի հաստ եւ խիտ հոնքերը ավելի տարիները հետ են տանում, հոնքերն էլ միայն պերմանենտ հոնքերը անելուց արդեն տարիները հետ են գնում։ Կարող են գալ խորհրդատվության, նստել, զրուցել, շփվել եւ հասկանալ թե լսել նախ եւ առաջ իրենց, թե ինչ են ուզում իրենք ստանալ եւ գնահատելով իրավիճակը, տեսնել ինչ կա, նոր կարող ենք ասել, ինչ կարող ենք ստանալ, այն որ սենց հուսադրող բաներ չասենք, սենց մեծ հույսեր չունենա, այո, եւ ստանանք ճիշտ արդյունք։ Լավատես մարդ եք ձեր տեսակով։ Սիրում եք ուրախ, դրական, այսպիսի էմոցիաներ պարգևել մարդկանց։ Շնորհակալություն Լիլիթ ջան, այո, եւ կարծես իմ շուրջը այդպիսի մարդիկ են հավաքվում։ Իմ նպատակն է կանանց հաղորդել ինքնավստահություն, բարձր տրամադրություն եւ անհոգ երջանկություն։ Այո, նաև ինչ որտեղ մարդը երբ իր արտաքինի չէ, գոհ է ինքը կարծես պատրաստ է մեծ ծրագրեր ունենալ։ Այո, եւ ոչ միայն արտաքինից, թեկուզ այդ մի քանի ժամը, մի քանի րոպեն, երբ որ կինը գնում է սրահ, սպասարկվում է այդ ընթացքում իր մոտ անտիստրես վիճակ է առաջանում, ինքը հանգստանում է, լարվածությունը թոթափում է, օրվա հոգսերով կիսվում է եւ այլ տրամադրությամբ դուրս է գալիս։ Այո, մեր ժամանակներում երբ ավելի այսպես լարումը շատ է, կարծես իսկապես սրանք ավելի կարևորվում են այս հիմնական կետերը, բայց որտեղից եք էներգիա ստանում դուք, ես գիտեմ, որ դուք երկու հրաշքների, երկու հրաշք աղջիկների մայր եք, փաստորեն ձեր երեխաները դժվար է պատկերացնել, բայց 15, հա, եւ 11 տարեկան։ Այո։ Գիտեմ, որ նաեւ նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ ընտանիքը ձեր ամուսինը նաեւ խրախուսում է, դե ես արդեն պատկերացնում եմ, այսքան վերապատրաստումներ ու դասընթացների գնալու այդ ժամանակի համար պիտի լինի այդ աջակցությունը։ Այո, ընտանիքիս աջակցությունը ես շատ եմ զգում, եթե չլինեին իրանք, ես երևի թե չկարողանայի այս ամեն ինչին հասնել։ Էներգիան էլ այո, ստանում եմ ընտանիքից, երեխաներից եւ գոհունակ հաճախորդներից։ Ֆերի, ես շատ շնորհակալ եմ, իրականում ինձ շատ հաճելի էր։ Ես կարծում եմ, որ առհասարակ չկա այդպիսի մի կին կամ տարիքային եւ այլն, որ չուզենա ինչ որ բան, հա, խնամքի հետ կապված ինքն իրեն ավելի լավ չզգա, բայց ես ուզում եմ, որպեսզի շատ լինեն կանայք, որոնք ձեզ մոտ կգան եւ իհարկե եթե խնդիրներ ունեն, ոչ միայն կանայք, ասենք խնդիրներով երեխաներին ես գիտեմ, որ շատերին ազատել եք, հա, ակնեի այդ տանջող նաև իրենց ինքնագնահատականի վրա։ Այո, վրա։ բարդույթից, ցավերից, շատ անգամ ակնեն բավականին ցավոտ է լինում։ Շատ դեռահասներ իսկապես եւ բարդույթներից եւ այդ տհաճ զգացողություններից ազատվել են Մերի Հովանյանի շնորհիվ, բայց ես ուզում եմ, որ շատ կան կանայք, որովհետեւ իրենց ժպիտը դուք վերադարձնում եք։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Հրավերի համար, իմ համար էլ մեծ պատիվ է ձեր կողքին լինել, հաճելի էր շատ։ Շնորհակալ եմ, ինձ նույնպես իսկապես շատ հաճելի էր։ Սիրելի հետևորդներ, այ կանանց միամսյակի օրերին ես նշում եմ, որ մենք փորձում ենք, որպեսզի եւ հետաքրքիր եւ շատ տեղեկատվություն հաղորդող, հա, հնարավորություն ունենանք իրականում շատ օգտակար լինել կանանց, մեր հետևորդներին, որոնք այս օրերին հատկապես կանայք են։ Ես կարծում եմ, որ այսօր մենք իսկապես կարողացանք կատարել այդ ամենակարևոր ծրագիրը։ Գեղեցկության, խնամքի հետ կապված կանանց տրամադրվածությունները միշտ տարբեր են։ Մենք միշտ ուզում ենք, որպեսզի այդ զգացողությունը ունենանք եւ արդյունքը կարողանա ոչ թե այդ մի պահին լինի, այլ շարունակական։ Սրա հետ միասին մենք մեզ համար շատ կարևոր է, որպեսզի գտնենք այնպիսի մասնագետ, ում կարող ենք դիմել տարբեր փուլերում։ Գիտեք, երբ ինչ-որ մի պրոցեդուրա եք անում որևէ տեղ, սա կարող եք անել եւ գնալ, իսկ երբ շարունակական դուք կարող եք իսկապես անընդհատ խնամքը, փոփոխությունները կանխել տվյալ մասնագետի հետ, սա հրաշալի մի բան է։ Եվ այս հեռախոսահամարը այս առումով իրականում շատ անհրաժեշտ պիտի լինի, ամենապատասխանատու եւ շատ պրոֆեսիոնալ յուրաքանչյուր պրոցեդուրայի համար առանձին վերապատրաստումներ եւ մեծ պատասխանատվությամբ մոտեցող մասնագետ, ում 12 տարվա աշխատանքային փորձով, ինչ վերաբերում է արդյունքին, ապա
ես բաց անկեղծ on-line հարթակայից հնարավորությունը տալիս է կարող եմ ասել, որ հենց պլազմաթերապիայի համար անձամբ հնարավորություն ունեցել եմ տեսնելու արդյունքը եւ դուք ուղղակի չեք կարող հավատալ, որ այդպիսի արագ ու հետաքրքիր արդյունք կարող եք ունենալ հենց ձեր արյան միջոցով այս փոքր միջամտություններն անելու արդյունքում։ Մի խոսքով, ամեն ինչ հնարավոր է, գեղեցկությունն այլևս հասանելի է, քանի որ այս հեռախոսահամարը հիմա դուք տեսնում եք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ կոսմետոլոգ Մերի Հովհանյանի հետ էինք զրուցում Elroom-ում։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Ուզում եմ, որ մեր գեղեցկության, արտաքինի ու խնամված լինելու մասին շատ ժամանակ ունենանք մտածելու, որովհետև այս դեպքում աշխարհում իսկապես շատ մեծ խնդիրներ մեզ համար կդառնան հաղթահարելի։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։